Նկարներից հեշտ եք բաժանվում, վաճառում նվիրում։ Այո։ Ինչքան հեշտ, օրինակ այդ հեշտը չափելու։ Շատ հեշտ, ուզում են առնեն, դու վաճառում եմ։ Չէ, մի երկու հատ նկար կա չեմ վաճառի։ Մորս սիրած նկարն է, կնոջս սիրած նկարն է, էդի չեմ վաճառի։ Բայց մի երկու հատ են շատ չեն, մնացածը լուբոյ նկարը կվաճառ, հեշտ եմ բաժանում, այո։ Մուսան երբ է գալիս, երբ է գնում։ Լինում է որ գնում է։ Երբ է գալի, ասեմ դες, երբ որ նկար են առնում, միշտ գալիս է։ Բայց իհարկե դե տենց չի, այդ վաճառքը շատ կարևոր է իհարկե։ Կարևոր է։ Բայց ես չեմ կարող ասեմ, որ իմ մուսան սենց գնում գալիս է, ես միշտ պատրաստ եմ այս գործին։ Ինչ որ տենց բան չունեմ, որ վայ, այսօր չեմ կարող նկարեմ կամ չգիտեմ ինչ։ Իհարկե, երբ որ հիվանդանում էի, ասեն գրիպով բանով չէ։ Բայց մենակ էդ էր խանգարում։ Իսկ մնացած հարցերում ոչ։ Մուսան միշտ էլ կա։ Դուք ասացիք, որ արդեն թոշակի գնացել եք, հա, փաստաթղթերով գնացել եք ու այդ կարգավիճակը, ինչ որ երկրորդ շնչառություն վերցնելու, որտեվ կապելով արդեն հաղորդման հետ, ինչ որ կյանքի երկրորդ փուլի զգացողություններ կան, տարիքի մասին մտորումներ, այ մեծացա, ինչ պիտի անեմ, թե արվեստագետը չունի այդ աստիճանները։ Ոչ, չկա։ Ես նախ եւ առաջ հրաշալի ջայլ կին ունեմ, որը ինձ 15 տարի փոքր է, ինքը չի թույլ տալի, որ ես դες բաների մասին մտածեմ, իսկ թոշակի որ գնացի շատ լավ էր, մի թոշակը միշտ շատ անհամբեր սպասում եմ, երբ որ գալիս է։ Պրոբլեմ չկա, չէ, ես Այսինքն ձեր տեմպը մնաց, նույնը նույն ձևով աշխատում։ Ուղղակի թոշակն էլ ավելացավ։ Դե թոշակն էլ ավելացավ, ոչինչ։ Իսկ առողջ երկարակեցություն, երբ որ ասում եք, մտածում եք, չեք էլ խորհել այդ թեմայով։ Աշխատում չմտածել։ Չեմ ուզում մտածել դրա մասին։ Հետո լիքը բժիշկ ընկերներ ունեմ, արտակարգ բժիշկներ են, կստացի մի քանի հոգի բավականին մեծ դեր են խաղացել իմ նկարչական process-ի մեջ, կոնկրետ օրինակ Գրիգորի Էմիլիչ Խաչատրյանը, որը շատ մեծ դեր խաղաց իմ նկարչական process-ի մեջ, իմ արվեստի մեջ։ Իրանք թույլ չեն տալի էլի, որ ես մտածեմ այդ առողջական խնդիրների մասին։ Հուսալի ձեռքերում եք նաև։ Շատ։ Նկարչի բաղդ հասկացություն կա, կարծում եք կան եղել են նկարիչներ, որ ստեղծագործել են այս շեդևրեր, բայց լավ չի, ոնց ասեմ, մատուցվել, հա? Համարկ է։ Այ հետաքրքիր է էլի, այսինքն թեկուզ երեխաներին խրախուսելիս գնալ դեպի արվեստ նկարչություն, փող կաշխատեն ի վերջո, որովհետև մեծ հաշվով շատ դժվար է, հենց հարց եք տալի, որտեղ փող աշխատելը, այսինքն դրամ աշխատելը, դա ուրիշ մասնագիտություն է, էլի մի քիչ։ Բա ոնց արվեստագետները համադրեն, ոնց մնան կենսունակ, ոնց ստեղծագործելու։ Պետք է ճանապարհները գտնեն։ Կամ մեզ մոտ այդ հարցը շատ բարդ է, որտեղ մենեջերներ պետք է ունենան, օրինակ ես ինքս եմ իմ, այսպես ասած, մենեջերը։ Այո, չնայած գալերիայում մեզ մոտ Տուրաջան Արմեն կա, որը ցուցադրում է, աշխատում է, բայց էլի շատ բարդ է գնում այդ process-ը ահավոր բարդ է։ Գիտեք, ասելու չի։ Շատ բարդ հարց է։ Նել դենց, դուք ճանապարհին ասացիք, երբ որ ասացի դասավանդում եք, ասիք ես ինչ չեմ, նկարում եք, դասավանդում եք, դուք ասիք ես ինչ չեմ անում, ամեն ինչ անում եմ, այ ամեն ինչ անելը ինչ նկատի ունեիք։ Դասավանդում եմ, ես շատ եմ սիրում մեր ակադեմիան եւ ես ակադեմիայի հետ, այս Գեղարվեստի ակադեմիայի հետ 69 թվից եմ կապված։ Ինչի, որտեվ հայրս ընդե դեկան էր, ես հələ չէի սովորում, բայց բերում էր ընդե։ Սովորել եմ ընդե հրաշալի դասատուներ եմ ունեցել եւ իհարկե այդ կապվածությունը կա։ Մինչեւ այսօրվա օրը շատ եմ սիրում։ Հրաշալի ջահելություն ունենք եւ այդ կապվածությունը այդ ջահելության վրա էլ է երևում։ Նկարում եմ անընդհատ նկարում եմ, եւ դասավանդելը մենակ ակադեմիայով չի վերջանում, ես դասավանդում եմ հələ մենք մի հատ, в общем, ոնց ասեմ, ստուդիայի նման բան ունենք, որտեղ որ շատ լավ աշակերտներ են գալի, ասեմ աշակերտներ, բայց բավականին հասուն մարդիկ են։ Վարպետանալու ավելի։ Այո, հետո ցուցահանդեսներ եմ կազմակերպում, ասենք, բայց ոչ թե Հայաստանում շատ եմ ունեցել, բայց հիմնականում ես ու ընկերս Վարդանյան Արմենը ինքը քանդակագործ է, մենք գնում ենք երկրից դուրս եւ ցուցահանդեսներ են կազմակերպում, որոնք շատ հետաքրքիր ցուցահանդեսներ են։ Այդ ամեն ինչը մտնում է
այդ նկարչական, այդ տворческий process-ի մեջ, այսպես ասեմ, civilization, չէ՞, մեկ բառեր։ Ռուսերեն օգտագործեք։ Ձեր փորձառությունը միջազգային ասպարեզում ասացիք ցուցահանդեսների կազմակերպումը, ձեր ցուցահանդեսներն են եղել, այսինքն դուրսը տեսել եք, հա, արտերկիրը տեսել եք, զարգացած աշխարհը տեսել եք։ Դրանից հետո 5 տարի Փարիզում եմ, 4 ներողություն։ Դրանից հետո վերադառնալը, այստեղ ստեղծագործելը լինում են այդ ոչ հարմոնիկ պահերը կամ որ այնտեղ ավելի լավ է այդ միտքը, երբևէ մտածել եք, որ դուք ավելի կդրսևորվեիք արտերկրում որպես արվեստագետ։ Չէ, ես տենց չեմ կարծում, որովհետև ես այդ 4 տարի որ ապրել եմ Փարիզում, ստեղծագործել եմ եւ այդ ստեղծագործելը կապված էր եւ վաստակելու հետ, իհարկե, բայց շատ բարդ էր։ Եվ հետո մեկը ստե Հայաստանում ես ինձ ավելի վստահ եմ զգում եւ շատ եմ սիրում նախ եւ առաջ իմ երկիրը, շատ եմ սիրում։ Եվ ես չեմ կարող ասեմ, որ ես անդե ինձ ավելի լավ կիրացնեի իմ հնարավորությունները, իմ պոտենցիալը։ Ստեղ ես ավելի շատ եմ ինձ զգում որպես նկարիչ կայացած քանսլի այնտեղ։ Հողի վրա։ Այո։ Բայց գնում եմ արտասահման, գնում նամանավանդ ընկերոջ Սմբատյան Տիգրանի հետ, Վարդանյան Արմենի հետ մենք ընկերովի գնում ենք։ Հետաքրքիր է որ կապը կա, բայց այնուամենայնիվ հայրերի հողի վրա ստեղծագործելը, ավելի ամուր զգալը։ Անշուշտ իհարկե։ Անշուշտ, չնայած ասեմ ձեզ, ընտի ազդեցությունը կա։ Անշուշտ կա, որտեվ ես այնքան ճիշտ ասած մուզեյներ եմ տեսել, լիքը բաներ եմ տեսել, շատ Իտալիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, էդի ազդեցություն թողում է։ Բայց չէ որ մեզ մոտ էլ կա դա։ Եվ ի վերջո մեզ մոտ չի համեմատել, բայց անկախ քեզից մեկ-մեկ համեմատում ես եւ ես ձեզ ասեմ, որ ասենք մեր արվեստը Հայաստանի չի զիջում ոչ մի ձևի։ Եվ հետո մարդիկ են պետք որ տեսնեն ու այստեղ ուշեր դասեն։ Պարոն Շուգարով, հետաքրքիր է հետևյալը, ես զգացել եմ, որ վերջին տարիներին ստեղծագործ աշխատանքը կարևորվում է ու երեխաները կարծես թե ավելի տաղանդավոր են, թե դասերակցության մեթոդները, ծնողների գիտակցումն է, որ ավելի խրախուսում են երեխաներին արվեստի ճյուղեր ընտրել։ Դուք ձեր ուսանողների վրա ասացիք, որ մոտավորապես 70 թվականից արվեստի բուհում եք, ինչ տենդենսներ եք տեսնում։ 69 թվականից ես այդ ակադեմիայում եմ, բայց նկարել սկսել եմ շատ վաղուց այդ։ Ինչ տենդենսներ եք տեսնում երիտասարդներին։ Տենդենսներ տեսնում եմ, գիտեք ոնց, իհարկե, մեր առաջվա Էվախտ ակադեմիա չէր։ Էվախտ գեղարվեստը թատերական ինստիտուտ էր, այո։ Պրոֆեսիոնալ մակարդակը շատ ավելի բարձր էր, ասեմ ձեզ։ Մի քիչ իհարկե ինչ որ իմինը այդ պրոգրեսի բանով նվազել է երևի։ Բայց իհարկե շատ տաղանդավոր երեխեք կան, որոնք սիրում են արվեստ։ Եվ կոնկրետ ես իմ փորձով եմ ասում, իմ աշխատանքով եմ ասում, շատ տաղանդավոր մարդիկ կան։ Ոնց որ միշտ դա եղել է, ինչ որ մեծ տարբերություն չկա։ Ուղղակի մոտեցման եւ դասավանդելու ձևերն են փոխվում։ Իսկ այդ փոփոխությունները, ինչ ասեմ ձեզ, երևի դա դեպի լավ է գնում, չեմ կարող ասեմ կոնկրետ։ Ես այդ չեմ կարող գնահատեմ ճիշտ երևի, որտեվ все-таки ես այն հին շկոլայի ներկայացուցիչ եմ, իմ դասատուները, как кстати, հրաշալի դասատու ունե Էդվարդ Համայակիչը, Իսաբեկյանը, Գառոն Սմբատյանը, Արծրունյանը, Ասլանյան Վաղինակը, հրաշալի դասատուներ են, ֆանտաստիկ։ Դուք ձեր կենսագրության մեջ նշում եք, որ Իսաբեկյանից ներշնչվել եք, նկարչի համար ավագներից, հա, ուսուցիչներից ներշնչվելը ինչ նկատի ունենք, դրա ներքո ինչ եք հասկանում։ Նախ եւ առաջ Էդվարդ Համայակիչը մի քիչ ուրիշ անձնավորություն էր։ Ու մենակ ինքը չէ, ասենք Ադալյան Ռուբենը, Սմբատյան Գառնիկը։ Իսկ Իսաբեկյանի հետ գիտեք, մեր հարաբերությունները բավականին մոտ էին։ Եվ երբ որ ավարտեցի, ինքը իմ դիպլոմի ղեկավարն էր, արվեստանոցի ղեկավարն էր եւ շատ մտերմացանք։ Մենք իրար հետ գնում էինք էտյուդի շորժայում, որը շատ բան տվեց ինձ։ Այդ մարդը ուրիշ աչքեր ուներ։ Այդ ինչ որ ինքնասովորացրել է ինձ, ես ուղղակի շնորհակալ եմ իրան շատ։ Հետո մեր շփումը շարունակվում էր իր մոտ արվեստանոցում, հաց ուտելը, խոսալը, երաժշտություն լսելը։ Մենակ
այդ ամեն ինչը շատ կարևոր էր եւ իհարկե ինքը թողեց իմ նկարչական ձեռագրի վրա շատ մեծ ազդեցություն։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ու այդ հարցը շատ եմ տալիս, նկարիչը իբնե իծնե է, թե կարող ես լավ վարպետի ազդեցության ներքո, դուք ասացիք սովորեցրել է, հնարավոր է սովորեցնել մարդուն, տեխնիկապես դարձնել նկարիչ, թե դրանց համադրությունն է։ Չէ, իհարկե սովորացնել կարելի է եւ կան լավ ռիսավարշիկներ, կան լավ տեխնիկապես պատրաստված մարդիկ, բայց դա չի նշանակում, որ ինքը նկարիչ է։ Նկարիչը մի քիչ ուրիշ բան է։ Էդի չեմ կարա բացատրեմ։ Դա բացատրելու չի։ Անշուշտ դա միանգամից երևում է, օրինակ Գետի թանգարանում լիքը շեդևրներ կան, Ռեմբրանտ, չգիտեմ, Գրեկո, Վելասկեզ, բայց մի հատ պուճուր Վան Գոգի, այսինքն պուճուր մի հատ նկար ծառ։ Մի հատ ծառ է նկարել, ինչ որ ուրիշ բան չի նկարել։ Դա լեռում է։